ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփի մահմեդականների մուտքը Ամերիկա արգելելու մասին առաջարկը լուրջ խառնաշփոթ է առաջացրել նախագահական թեկնածուների շարքում։ Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ այսպես ապրել այլևս չի կարելի։ Գնալով ամեն ինչ վատթարանալու է, ժողովուրդ, գնալով ամեն ինչ վատթարանալու է, ու մենք կարող ենք քաղաքականապես կոռեկտ ու հիմար լինել, բայց ամեն ինչ վատ է լինելու։ Թրամփի հայտարարությունների նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդգծել էր, որ անհրաժեշտ է սերտորեն համագործակցել մահմեդականների հետ։ Ահաբեկչությանը ոչնչացնելու համար մահմեդականները պետք է դառնան մեր ամենամոտ դաշնակիցները։ Դոնալդ Թրամփի վիճահարույց առաջարկը քննադատել են ինչպես կուսակիցները, այդպես էլ դեմոկրատական կուսակցության թեկնածուները։ Սա ողբալի եւ ատելությամբ լի հայտարարություն է, որը արմատականների շահերին է նպաստում։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, չնայած Դոնալդ Թրամփի հայտարարությունները վիճահարույց են, դրանք արտացոլում են հասարակության պահպանողական հատվածի անհանգստությունները։ Նա խաղում է ներգաղթի, անվտանգության եւ ահաբեկչության վերաբերյալ մարդկանց մոտ առկա վախի վրա։ Փորձագետները հիշեցնում են, որ ավանդույթի համաձայն անվտանգության մասին անհանգստությունների աճը ավելացնում է նաև հանրապետականների աջակցության աստիճանը։ Ջիմ Մալոն, Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։